Էքսպրոմտ էր վերջի գլխավոր գլուխը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա առաջնորդած Հայաստան դաշինքը երեկ Երևանի սրտում Ազատության հրապարակում հանրահավաք էին հրավիրել։ Եթե Քոչարյան եւ Ազատության հրապարակ բառերը միևնույն համատեքստում հոլովելիս ունկնդրի մոտ կատակերգական ասոցիացիաներ ի հայտ գային, գուցե եզրակացնեինք «Finita la commedia»։ Բայց քանի որ Քոչարյանն ու Ազատության հրապարակը տրագեդիայի վերհուշ են արթնացնում, նույնացվելով մասնավորապես 2008 թվականի նախագահի կեղծված ընտրությունների, հետընտրական զարգացումների, արյան սպանդի ու ողբերգության հետ, ուստի երեք այդ հրապարակում տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան «Finita la tragicomedia»։ Այո, ոչ այլ ինչ, քան քաղաքական տրագիկոմեդիա է Քոչարյանի լինելիությունը քաղաքական դաշտում երկիրը 10 տարի կառավարելուց հետո։ 2021 թվականի ազգային ժողովի արտահերթ ընտրություններում իշխանությունը վերցնելու պլանը ձախողելուց ու խորհրդարանում 5 տարի օպոզիցիա աշխատելուց հետո։ Տրագիկոմեդիա է, երբ ըստ IRI սոցհարցման 4% վարկանիշ ունեցողը 44% աջակցություն վայելող գործչի ամբիցիաներ ունի, համոզված է, որ կարողանալու է ուզուրպացնել վարչապետի աթոռը։ Տրագեդիա է, երբ ապօրինի գույքի գործով պատասխանողը, որի ընտանիքի կարողությունը գնահատվել է մոտ $200 միլիոն, երբ 10 մարդու կյանք խլած մարտի 1-ի վերաբացված գործով մեղադրյալը խոսում է իրենից մի քանի անգամ ավելի բարձր հանրային վստահություն ունեցողի 2021 թվականին 680,000 քաղաքացիների քվեով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի չլինելու մասին։ Պրոբլեմը ոչ թե մեր պետության ու մեր ժողովրդի մեջ է, պրոբլեմը մեկ մարդու մեջ է։ Չկա Նիկոլը պաշտոնում, չկան պրոբլեմներ Հայաստանում իր կաղացող հայերենով ու լեզվական բազմաթիվ սայթաքումներով փորձում է իրեն լսելու եկարածների ինտելեկտը բռնության ենթարկել 1998 թվականից Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի գլխավոր պրոբլեմը։ Կամ, ինչպես օրերս դիպուկ բնութագրել էր քաղաքական դաշտի մեկ այլ պրոբլեմի Սերժ Սարգսյանի թիմակից Արմեն Աշոտյանը, ապոլիտիկ անձը, քաղաքական դաշտը ապականողը, քաղաքական կյանքը կազմաքանդողը, հակահամակարգային քաղաքականության կնքահայրը, չարի կրողը, անցյալի ուրվական է, որը կոմունիզմի ուրվականի պես չունի ապագա եւ վերջապես Mr. Second President-ը։ Աշոտյանին ռեսպեկտ ասելով անդրադառնանք Քոչարյանի բարբառած չկա Նիկոլը, չկա թվարկումներին։ Չկա Նիկոլը, չկա ճգնաժամ, չկա Նիկոլը, չկա աղքատություն, չկա Նիկոլը, չկա պատերազմ, չկա Նիկոլը, չկա ազգային նվաստացում, չկա Նիկոլը, չկա 300,000 ադրբեջանցիների վերադարձը։ Բոլոր այս խնդիրները լուծվելիք խնդիրներ են։ Ես գիտեմ ոնց է դա կարելի անել եւ մենք դա անելու ենք։ Ստիպված ենք մի 2 տարով հետ գնալ։ 2024 թվական նոյեմբեր, երբ դատարանում դատախազները ներկայացրին մարտի 1-ի գործով Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքը, նախկին նախագահն այն իրավաբանության խոշտանգում որակեց։ Սա այն դեպքն է, երբ պետք է դիմենք քաղաքագիտական անալոգիայի հնարքին եւ Քոչարյանին հակադարձենք Քոչարյանավարի արձանագրելով վերոհիշյալ թվարկումները ոչ այլ ինչ են, եթե ոչ ամոթի, խղճի, բարոյականության եւ ադեկվատության խոշտանգում։ Եվ ուրեմն չկա Քոչարյան, չկան նրա քաղաքական սատելիտները, հայ հեղափոխական դաշնակցություն եւ մյուսները, կա քաղաքական դաշտի ճգնաժամի հանգուցալուծման հույս եւ հնարավորություն։ Չկա Քոչարյան, բայց կա նրանից ու նրա ընտանիքից ապօրինի հարստացման ճանապարհով կուտակված գույքի բռնագանձում, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերին ուղղվելիք հեռանկարով։ Հաջորդ թիվ չկա Քոչարյան, չկա նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ռևիզիա, վերաբանակցում, հետևապես չկա նաև պատերազմ, այսինքն կա խաղաղություն։
Չկա Քոչարյան, այո, չկա Հայաստանի Հանրապետության պետականության, սուվերենիտետի, անկախության, եթե կուզեք, ազգային եւ համազգային նվաստացում այն պատճառաբանությամբ, որը նկարագրված է Հայաստան դաշինքի մաս կազմող հայ հեղափոխական դաշնակցության աղմկահարույց 004 շրջաբերականում, հիշում եք։ Չկա Քոչարյան, չկա 300,000 ադրբեջանցիների վերադարձի եւ մի շարք այլ լկտի ստերի միջոցով ժողովրդին ահաբեկող, քարոզչական դիվերսիա իրականացնող հերթական սուբյեկտը Սամվել Կարապետյանի եւ նրա թիմի անդամներին չհաշված։ Այո, բոլոր խնդիրները, բայց ժեյով, խնդիրները չէ։ Խնդիրները, լուծվելիք խնդիրներ են եւ Հայաստանի Հանրապետության ընտրողը գիտի թե ինչպես դրանք լուծի եւ հիմնվելով իր հարուստ էֆեկտիվ փորձի ու փորձառության վրա ի վիճակի է տարբերել այն ուժին, որը ժողովրդից նորից քվեի հայցում շարունակելու իր ծառայությունը այդ նույն ժողովրդին, ծառայեցնելու քաղաքականությունը ժողովրդի խնդիրների լուծմանը եւ ընտրապայքարի մեջ մտած այն շարլատանին, որը քաղաքական ռինգ է դուրս եկել, ավելին պիկապի վրայից ելույթ էր ունենում կապկելով Նիկոլ Փաշինյանին հանուն մեկ գերխնդրի փրկել սեփական հարստությունը, ժողովրդի սեփականությունը դառնալուց, նաև կաշին ժողովրդի իշխանության իրականացրած արդարադատության առաջ կանգնելուց։ Հայդեպ, երբ Քոչարյանն ու նրա դաշինքի անդամները աղաղակում են իրենց կոնսենսուսային կարգախոսը, միասին կարող ենք։ Այն Քոչարյանի կառավարման տարիների փորձն ունեցող փորձանքների ու փորձությունների միջով անցած ընտրողն ընկալում է այսպես կոնսենսուս մինուս 1 եւ այդ մեկ մարդը Ռոբերտ Քոչարյանն է։ Պատերազմի եռագլուխ ուժերից մեկի ժողովրդի ընկալմամբ մենք հիշաչար եւ այրոնարբու գլուխներից մեկը, եթե ոչ գլխավոր գլուխը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար